Երկրորդ փաստարկը, որը հաստատում է, թե քրիստոնյաները չեն կարող դևեր ունենալ, որը ես լսում եմ շատ մարդկանցից, հնչում է այսպես. Սուրբ Հոգին և դևերը չեն կարող բնակվել միևնույն մարդու մեջ։ Ես հասկանում եմ, որ այս փաստարկը հնչում է շատ հոգևոր և համոզիչ, բայց իմ տանը բազմիցս ապրել են վարձակալներ, որոնք ունեին իրենց սենյակը, տան բանալիները և տուն մտնելու լիարժեք հնարավորություն, բայց այդ վարձակալները տան սեփականատերերը չէին։ Եվ խոսքը հիմա իմ կնոջ մասին չէ, այլ մյուս մարդկանց, որոնք մեզ հետ առաջ էին ապրում։ Այդ պատճառով չի կարելի պնդել, որ Սուրբ Հոգին և ևս մի այլ էություն չեն կարող ապրել միևնույն մարդու մեջ, ինչպես և չի կարելի պնդել, որ եթե դուք ապրում եք տանը, նրանում ոչ ոք բացի ձեզանից չի կարող ապրել։ Այդպես չի լինում։ Ընդհանրապես Սուրբ Հոգին կարող է ապրել դեպրեսիայով տառապող մարդու սրտում, կամ քաղցկեղից մահացող մարդու սրտում, կամ տարբեր վախերից և ամեն ինչից տառապող մարդու սրտում։ Այնպես որ եթե Սուրբ Հոգու ներկայությունը իսկապես դուրս վռնդեր մեր կյանքից ամեն ինչ մնացածը, ապա ինչու այն երբեմն դուրս չի վռնդում դեպրեսիան, վախը, հոգեկան ցավը և այն ամենի մնացորդային երևույթը, ինչ որ տեղի էր ունենում մեր կյանքում նախկինում։ Ստացվում է, որ դա լիովին հնարավոր է, որ մարդու սրտում ապրում է Սուրբ Հոգին, բայց միաժամանակ նա ունի դևեր։ Ինչու՞։ Որովհետև Սուրբ Հոգին բնակվում է մեր սրտում կամ հոգում, իսկ դևերը, հոգեկան վերքերը և հին մտածելակերպը բնակվում են մեր շնչում։ Եվ Հոգին ու շունչը երկու տարբեր բաներ են։ Եվ Աստծո խոսքը շատ հստակ բաժանում է այս երկու հասկացությունները։ Եվ դա վկայում է այն մասին, որ Սուրբ Հոգին բնակվում է մեր էության մի մասում, իսկ դևերը լիովին կարող են բնակվել դրա մյուս մասում։ Բայց դա չի նշանակում, որ դևերը ձեզ տիրում են, քանի որ դուք պատկանում եք Սուրբ Հոգուն։ Բայց դևերը կարող են լինել նման վարձակալների, որոնց դուք բանալիներ եք տվել, մուտք եք տրամադրել, տարածք եք հատկացրել և հրավիրել եք ձեր կյանք այնպես, որ նրանք կարող են ազատորեն մտնել և դուրս գալ ձեզանից, երբ որ իրենց հարմար լինի, մինչև դուք մերժեք նրանց մուտքը և դուրս չվռնդեք Հիսուսի արյան զորությամբ և Սուրբ Հոգու կրակով։ Այնպես որ դևերը կարող են բնակվել ձեր կյանքում, նույնիսկ եթե ձեր սրտում ապրում է Սուրբ Հոգին, քանի որ նա չի բնակվում նույն տեղում, ինչ դևերը։ Նրանք բնակվում են շնչում, իսկ Սուրբ Հոգին՝ սրտում կամ հոգում։ Եվ մեր հոգին նորոգվում է, երբ նրանում բնակվում է Սուրբ Հոգին, և դառնում է միասնական ամբողջություն Սուրբ Հոգու հետ, իսկ մեր շունչը ոչ։